Մերոնք գետե եմ կայքի եթերում, ես շարունակում եմ, մերոնք շարքը պարևձես։ Հասարակության ներսում տեղի ունեցող խմորումները բերում են մեզ հետագա մեր, այսպես ասած, իրականության առջև կանգնացնում։ Մեկ դեպքում դա ատելությունն է, մյուս դեպքում դա գործող իշխանության ատելի պահվածքն է։ Հիշեք, ոչ վաղ ժամանակ առաջ քոչարյանասերժական հանցախումբը այնպես էր գործում, որ անգամ Ռաֆի Հովհաննիսյանը ընտրվեց նախագահ, բայց իհարկե թույլ չտվեցին, բայց անգամ հետո դիտաղում էին, ասում էին թեկուզ, այսպես ասած, ցախավել լիներ, մենակ թե Սերժը չլիներ, այս տրամաբանությամբ ընտրություններ տեղի ունեցան և շարունակում էին ունենալ, քանզի մարդիկ անարդար էին ղեկավարում, մարդիկ ագահ էին, ընչաքաղց էին, գծուտ, սինլքոր, փսլնքոտ և այսպես շարունակ, քաղաքական իշխանության մասին էր։ Ըստ այդմ, այս ամեն ինչը փոխանցվում է հասարակությանը։ 2 օր առաջ մարզահամերգային համալիրում ես ևս տիկնոջ հետ հրավիրված էի հարսանիքի։ Այո, հայտնի, մեռան գրելով, Վիգեն Բադալյանի եղբոր որդու հարսանիքը։ Եվ հիմնականում պղծեցին համալիրը, չգիտեմ և այլն և այլն։ Ես մի մարդ եմ, ով փորձում է ազնիվ լինել։ Կեսկատակ, կեսլուրջ ասացի, կնոջ ասացի, այս մարդիկ, որ մեզ հրավիրել են հարսանիք, ինչ ենք տանելու։ Ասում է, դատարկ ջեբով ուր ես գնում, Փանոս ջան։ Հնարավորությունների խնդիր է, հավը որ բադին նայի, պատրված կստանա։ Ասեմ հրաշալի հարսանիք էր կազմակերպված, ասեմ ամեն ինչ չափի ու գեղեցիկի մեջ էր, պարզապես հնարավորություններն էին տարբեր, մենք, ովքեր բիզնես որակ չունեն, իրենց չափով են հարսանիքն անում, այն մյուսը ով ունի միլիոններ իր չափով է անում, բայց այն չարությունը կամ այն, այսպես ասած, իբր ընդդիմադիր քաղաքական երկու են դաշնակ-բաշնակները սկսեցին խոսել, ինձ ստիպեց, որ ես այս երկու բառը ձեզ պատմեմ։ Վահե Բադալյանը, ում տղայի հարսանիքն էր, 88-ի պատերազմի տարիներին առաջիններից մեկն էր, որ կամավոր իր ընկերների հետ գնաց ռազմաճակատ։ Հետո ասացին, չէ դուք, հետո ասաց գոնե մենք բժիշկ ենք, ավարտել ենք, թողեք, պետք կանք։ Ըստ պիտանելիության, ուրեմն մեկը մնաց, մյուսը չմնաց։ Բայց Վահե Բադալյանի տեսակը սա էր։ Առաջին պատերազմի, այսպես ասած, իր մասնակցելու ցանկությամբ ու մասնակցելով, թեկուզ կարճ ժամանակ։ Բայց այդ մասին ոչ ոք չգիտեն, կարծես թե։ Հետո 0-ից սկսեցին եւ ինչ ստեղծեցին։ Հիմա կասեք, վայ, խաղատնային բիզնես, չէ, խաղատնային բիզնես մի խաղացեք, ես ինչու չեմ խաղում։ Վահե Բադալյան կամ Վիգեն Բադալյանը չլիներ, մի ուրիշն էր լինելու։ Եվ խնդիրն ամենևին այն չէ, որ ես ինչ-որ մեկին ուզում եմ պաշտպանել։ Ես ուզում եմ հասկանալ, ինչն էր վատ։ Եվ ինչու այս աղբը անընդհատ թափվում է։ Երկու մարդ ամուսնացել են, ասենք բախտավոր լինեն, ասենք երջանիկ լինեն։ Տարիներ շարունակ, յուրաքանչյուր տարի մի օր մի հոդված գրեցի տարիներ առաջ։ Ամեն տարի 100 միլիոն դրամ էստեղ, Հայաստանում, մի այդքան էլ Արցախում, այս մարդիկ հանգուցյալ Ռոմիկ Բադալյանի ձեռան բաժանում էին զոհվածների ընտանիքներին, պաշտոնապես։ Ու այնպես էին բաժանում, կարծես իրենք չէին այդ փողը տվողը։ Ժամանակի քաղաքական իշխանությունները ամեն ինչ անում էին, որ աշխատող մարդը համակերպի կամ իրենց, այսպես ասած, ուզած խաղի կանոններով ապրի։ Ես Սամվել Ալեքսանյանի օրինակը բերել եմ մեկ անգամ, ասացի, անիծվածի պես աշխատում է, աշխատող մարդ է, բայց ժամանակի իշխանություններն ասացին, ապես սենց պետք է աշխատես, այսքան հարկ տալու փոխարեն, այսքանը մեզ պետք է տաս, քու մոտ օքեյ է։ Քաղաքական իշխանությունները փչացնում են ամեն ինչ։ Ես տեղից էլ երևի թե մեր վերաբերմունքը, որ հարուստ մարդ է, հաբայկանի, բա ինչ չի անի։
այս տարի, թե անցած տարի Բադալյանի եղբայրները $5 միլիոն նվիրատվություն են արել։ Հələ բարերով ասեք $5 միլիոն։ Հələ այդքան աշխատեք ու փորձեք նվեր տալ։ Խնդիրն ինչ է, ուրախանալ է պետք։ Բոլոր պետություններում, բոլոր երկրներում, որտեղ նորմալ օրինաչափ կառավարում կա, երկրի հարուստ մարդը կամ այդ ճագերտներով ասում են օլիգարխը շատ փողատերը դա արժեք է, որտեղ ամեն մեկը չի կարող գնալ ու աշխատել, ստեղծել աշխատատեղեր։ Ամենքի բանը չի, հավատացեք ինձ, դժվար գործ է։ Այնուամենայնիվ, մեզ ուրախանալ է պետք, էլի ուզում եմ շնորհավորել, ուզում եմ իգիտություն նրանք, ովքեր սկսեցին չարախոսել, ասեմ, մարդիկ, ովքեր անցել են չարչարանած ճանապարհ, Բադալյան եղբայրների եւ նրանց ընտանիքը, ովքեր մասնակցել են պատերազմին, ովքեր ներդրում են արել այն զոհվածների ընտանիքներում, որ հացի փող ունենան, իրենց բաժինը փորձել են տալ, բիտանի լինել, հարգել, ու մինչ օրս էլ հարգում են եւ միլիոնավոր դոլարների նվիրատվություն են անում։ Չասենք շնորհավոր, իհարկե շնորհավոր։ Եվ այսպես որտեղից է գալիս այն չարիքը, որ այսօր կա, տգիտությունից։ Գրագետ լինելու համար պարտադիր չի լեզվաբան լինես, չգիտեմ, բանասեր լինես, դպրոցական, տարական կրթությունից ամեն ինչ սկսվում է։ Հիմա դուք ձեր էկրաններին տեսեք մի երկու հոգի իբր պաշտպանելով Աննա Հակոբյանին կամ Տիգրան Ավինյանին բաներ են գրում։ Մեկը գրում է. «Իմ սիրունը hashtag է, իսկ hashtag-երը միասին են գրում, կորանամ ես»։ Նա hashtag չի, hashtag, հա, երևի սա ռուսական կրթություն ունի, բայց խնդրում եմ երկրի ղեկավարությանն ուշադիր լինել այս մարդկանց կամ այս Կարեն Ավետիսյանի նկատմամբ, գուցե առաջիկայում այս մարդուն նշանակեք կրթության նախարար։ Ինչ է եղել, որ դաս է տալիս, ասում է hashtag-երը միասին են գրվում։ Իսկ ես հակառակն ասել եմ, բայց hashtag-ը միասին է գրվում համակարգչի պատին։ Hashtag-ը պետության պատին չի գրվում, սա տգիտություն է։ Ում եք պաշտպանում, ինչն եք պաշտպանում, ինձ ինչու եք դասեր տալիս, ձեր ինչին է պետք է դասեր տալը։ Հետո էլ շարունակում է, ասում է, գիտեք ինչու են ասում կրթվելը նորաձև է, որովհետև կար մի մտայնություն, թե կրթվելը դոձիկների բան է, այ հիմա որ ասում են կրթվելը նորաձև է կամ մոդայիկ է, ուզում են դրանով կոտրել են կարծրատիպը։ Իսկը Հայաստանի Հանրապետության կրթության նախարարի թեկնածու է Կարեն Ավետիսյանը, խնդրում եմ։ Ում է պաշտպանում Տիգրան Ավինյաններ, Ավլաստիկոեր, ինչեր։ Անպայման այս մարդուն կամ քաղաքապետարանի կրթության պետ նշանակեք, կամ նախարար նշանակեք, Տիկին Աննա Հակոբյան ձեզ պաշտպանում է քսնվելու գործ ունի, եւ այլն եւ այլն։ Մի ուրիշն էլ ինձ ասում է, այ ես անընդհատ պիտի գրեմ, դու սինլքոր բառը օգտագործում ես, բա դու դպրոց չես գնացել, սինլքոր բառ չկա, կա, բառարան բացեք, սինլքոր նշանակում է գծուց, տմարտի, չգիտեմ, խուլիգան, անմարտկային, անմաքուր, սինլքոր բառը օգտագործել եմ Քոչարյան Ռոբերտի, Սերժիկ Սարգսյանի եւ մնացած սինլքորների նկատմամբ։ Կա այդ բառը։ Դուք էլ վարչության պետի տեղակալի թեկնածու եք։ Ուրաշ մարդկանց թվում է, թե ես ինչ-որ անձնական խնդիրներ ունեմ։ Վայ, Աննա Հակոբյանին քննադատեցի, լավ արեցի։ Կրթություն չի կարող մոդայիկ լինել, քննադատեցի։ Ասացի ականջից բռնեք Ավինյան Տիկոին, տարեք, ասեք, ես ինչ ես անում։ Ասում եմ, էլի եմ ասում, եթե դպրոց եք կառուցում, ում համար եք կառուցում։ Երբ ուսուցչուհին ասում է հայերեն բարակապակցություններ առանձին են, դուք միասին եք գրում։ Իդեպ hashtag-ը, թե չգիտեմ ինչ tag է, լեզվի մասին օրենքով եւ գովազդի մասին օրենքով լեզուն հայերենն է, պիտի ուղղորդվի ուղղագրությամբ հայոց լեզվի։ Ուրիշ ոչ մի կերպ։ Չի կարող երկրիդ պատին եւ դրա համար ասում եմ Նիկոլ Փաշինյան այդ դպրոցները ում համար է սարքում։ Ում։ Եթե ուսուցչուհուդ սովորեցրած աշակերտը հակառակը պիտի տեսնի։ Հիմա դուք պետություն եք, թե չգիտեմ, ավլած գլուխներով արածներ։ Ում համար են այդ ամեն ինչը։ Կուզեք նեղացեք, կուզեք լենացեք։ Ես տկած ունեմ։ Ավելին,
Ես նաև ասում եմ, այդքան նախարարիկ ու չգիտեմ ինչեր կան, հələ տեսեք էլի որևէ մեկը իրեն ձայն բարձրացեց, ասեց լսի, ես ինչ եք անում։ Այդ մարտնչող տգիտությունը։ Իսկ սա այն դեպքն է, որ մենք քիչ առաջ ասեցի, չարությունը մեզ խեղդում է։ Մեկը վրդովում է, մյուսը չգիտեմ ինչ, բա ինչ անեմ։ Բա երբ երեխան ասում է հայրիկ, հայրենի, ես ինչ բառը, միասին է գրվում ես բառակապակցություն, թե առանձին ասում եմ, բնականաբար ասում, բա ինչու է միասին գրված։ Ես որ Նիկոլի գլուխը կոտրեմ, ում երեսին թքեմ։ Էլ ոնց ձայն բարձրացնեմ, որ լեզվի տեսչության պետի դատարկ գլխին նայեմ, որ քաղաքապետարանի աշխատողի երեսին թքեմ, երբ որ բերում են, այսպես ասած, այս պատին սա պիտի լինի, այդ սաղ տգետ են այդ քաղաքապետարանում։ Ավանակի մտածողության մարդիկ են, բա չասեն, ինչ որ մարդք ասում են այդ հետ չի, սատանան մանրուքների մեջ է, մանրուքները մեր տունը քանդում է, քանդել է ու քանդելու է։ Հիմա գանք աղբուկ հանած նախագծին, փոխտուր բանակ մի գնա, ինքան ծանր թեմա է, և ենքան ծավալուն թեմա է, ես չգիտեմ, մի պահ պատկերացնում եմ, ես ինպես 50 տղա կամ 100 տղա բանակում ծառայում են, մեկ էլ մեր մոտ են բերում մեկին, ով մի ամսով պիտի ծառայի 20 միլիոն էլ փող ա տվել։ Այդ մի ամսում այն վիրավորանքը այնքան շատ կլինի, այդ տղայից բան չի մնա։ Ես չգիտեմ ինչ պիտի անենք։ Մենք մեր մեջ բարոյականություն չգտանք մեր զավակին երկրի զինվոր պատրաստելու համար։ Չգտանք։ Ով փող ունի, ով չունի, կարևոր չի, որ երկիր այդ գործն ես ամբողջն ես գործնելու։ Մենք մինչ օրս, մեկի մի ընկեր ասում է, ապեր դե մարդ երեխա է ունենում ու անհանգստացած ապրում է իր երեխու համար։ Այդ դրսում, որ դառնում են հարբեցող կամ թմրամոլ, շատ շատերը, կամ կորցնում որևէ բարոյական որակ չի ունենում, դա ավելի լավ է գերադասելի է, քան իմանա, որ հայրենիքն իրենն է, տարբեր ձևերով մարդիկ տարիներ շարունակ փողեր են ծախսել, որպեսզի իրենց զավակներին ազատեն բանակից։ Արդյունքում դրանց շատերի զավակները հանցագործ ու թմրամոլ են դարձել, բան չեն դարձել, եթե այլ ավել գիտելիքներ չեն ունեցել։ Պապան արել է, հետո պապան չկա, էլ ոչ ոք չի կարող անի։ Եվ ինքը դարձել է հասարակության թերմացք, ոչ տանն է պիտանի, ոչ երկրին է պիտանի։ Հիմա ես չգիտեմ ինչքանով է բարոյական այս օրենքը, ինչ հանենք մենք, մեր միջից պիտի հանենք վախը։ Այն որ երգում ենք մարդ մեկ անգամ պիտի զոհվի, բայց Երանի, ով յուրազգի, ազատության կզոհվի, այդ պիտի ոչ միայն սոսկ երգ լինի, ոչ միայն սոսկ պահի տակ այդ երգը լսելու, իբր թե կանգնել լինի ոտքի վրա, վայ, մեր հիմն է կամ այս ինչ հրաշք բառեր են։ Այդ բառերին տեր դառնալ է պետք, եւ նմանատիպ օրենքների կարիք չենք ունենա։ Ուր կտանի այդ օրենքը մեզ չգիտեմ, ես չեմ կարծում, թե դա միտեղ կհասցնի։ Եթե մեր միջից դուրս չենք անում չարքը, սխալ մտածելակերպը, եթե մեր կառավարողները ճիշտ չեն կառավարում կամ ճիշտ չեն կառավարել եւ մինչ օրս էլ ճիշտ չեն կառավարում, մենք ուզում ենք 1000 օրենք ընդունենք։ Բա այն մյուսը հարց հատալու, բա այդ երկիրը իմն է, աղքատներին է, ես փող չունեմ։ Չունեն։ Եվ շատերը հակառակը իրենց պատեպատ են տալու, պատառոտելու են, որպեսզի գնան եւ այդ 20 միլիոնն աշխատեն իրանց տղաներ չծառայի։ Մի աննորմալ մրցավազքի առջև են կանգնելու։ Իսկ իրականում հողը, ջուրը, հայրենիքը այդ ժամանակը չունի։ Իսկ իրականում ամեն վայրկյան մեր հանդեպ մեր հերթական ոտնձգությունը կարող է սանձազերծվել։ Իսկ իրականում, չգիտեմ, ինչ որ մուսուլման հոգևորականներ, չգիտեմ, ադրբեջանական են, SNN են, այլևս կասկածում են մենք ընդհանրապես որպես քրիստոնյա պետություն, ճիշտ է, որ մենք ընդունել ենք առաջինը։ Իսկ իրականում Կիրիլ կոչված ռուսական ծայրագույն, չգիտեմ ինչ, առաջնորդը հոգևոր
Ադրբեջանին շքանշաններ է տալիս, որպես ոնց որ թե քրիստոնյա են եղել թուրքերը, հետո են դարձել մուսուլման։ Այս ամբողջը կաթիլ հավաքվող ազդակ է, որ մենք պիտի կարողանանք, եթե հայրենիքը չկա, քո համար ինչ տարբերություն, երեխեդ հայ է թե վրացի, գնալու են խառնվել իրար։ Մենք պիտի կարողանանք հասկանալ սա, գնահատել։ Մենք պիտի կարողանանք հասկանալ, որ հայրենը է, ով ավանագի զավակներ, եւ ոչ երբեք վրացեր են փոքրատարերով միասին գրվող, կամ չգիտեմ, ուղագրական խախտումներով։ Քանի այս ամբողջին մենք տեր չենք դառնում, չենք մտածում այս թեմաներով, մենք անընդհատ խնդիր ենք ունենալու։ Անկախ ամեն ինչից ավելի խիստ կխոսվի այս մասին, ավելի, չգիտեմ, բեղմ կխոսվի, բա պատկան մարմինները ուր են։ Այս ասածը սխալ եմ ասում, դատի տվեք։ Այս ինչի եք գլուխներդ հողի մեջ մտցրել եւ հետույքները տնգել։ Տնգած հետույքը լավ բանի չի հասնում։ Իմացեք, եւ այ վաղվա ընտրությունների էսերի նախաշեմին այդ քոչարյանական հորդանները չինգիսխանական, որ ակտիվացել են, որ իրենց վայ, ինքզինքը ապուշի տեղ դրած ասում են, զատո քոչարյանի վաղ երկիրը չտամին ապե։ Սատի մերը երկիրը տավին, հենց այն ժամանակից էին տալիս, հենց այն ժամանակից էին հանձնում, հենց այն ժամանակից էին թուլացնում, ով ագա, սին լքոր շամորդիկ, դուք դա չեք տեսել, դուք չեք ապրել այդ ժամանակը։ Ինչևէ, վստահաբար, ես էլ ենք հաղթահարելու, դժվարությամբ, բայց հաղթահարելու ենք, նախ ինքներս մեր հետ պիտի կարողանանք կռիվ տալ, ինքներս մեզ պիտի նայենք մեր հոգու խորքն ու տեսնենք, այսպես ճիշտ է, ուր ենք գնում, նաև պատկան մարմինները պիտի հասկանան, որ իրենք ոչ թե մտրակով պատժիչ ինչ-որ անասնակերպեր են, այլ երկրի ծառաներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընկեր ասելով այնտեղ եմ ծանոթացել, հայրը Թորոս հոպարը, ինչպես ասում էր, հասկանում ես, փախել եմ, թողել եմ փախալ Հայաստանից։ Իսկ սրտի ցավն էր, ասում էի, ինչու ես։ Ասում էր, բայց գիտես ինչու, որովհետև կողքիս ոչ մի բանի տղային թողում էին քաղաքում, հանցանք իրանում մարդիկ էր ծեծում, գյումրեցի էին իրենք։ Իմ տղային պիտի տանեին բանակ։ Ու բոլոր չունևորների, բոլոր աղքատների տղաներին տանում էին եւ այդ տեսակ անասունները, ովքեր իրավունք չունեն անգամ այդ օդը շնչելու, անպատիժ ասպատակում էին Գյումրի քաղաքում։ Ու միևնույնն է սրտի ցավով ասում էր, բայց ախր չեմ թողել այդքան, բայց ես էլ ուզում էի իմ երեխեն ապրել։ Դաժան իրականություն։ Իմ մի տղան մասնակցել է պատերազմին, բանակ է ծառայել, մյուսը առողջական խնդիր ուներ։ Մեքենան հարվածել էր, ողնաշարի հետ կապված առողջական խնդիր ուներ։ Բայց քանի որ ես Սուրեն Սարգսյանն էի եւ խոսում էի իշխանություններին, ասում էի, «Էս ինչ եք անում, ով ապրանքներ», հանկարծ մեկ էլ դատախազությունից հեռացնում են, թե ձեր տղան ինչու բանակ չի գնացել։ Կանչում են տղայիս նկարելու եւ այդ պարզ նկարը ասում են, չէ ինքը կարող է գնալ։ 8 թվող նաշարաբան եմ հավաքել, ասում եմ, հլա տեսեք, ասում են, չէ, չի կարող։ Հաճախ հիվանդին տարել են բանակ, թքած ունենալով մարդկային արժեքների վրա։ Եվ առողջին ազատել, ասելս էս է։ Եթե պետությունը, պաշտոնյաները բարոյականությունը կորցրած են լինում, երկրի ղեկավարը բարոյականությունը կորցրած է լինում, համատարած անբարո պահվածք է ի հայտ գալիս ու գալու։ Եվ մենք ոչ միտեղ չենք հասնելու։ Բանակի ելքը այնուամենայնիվ մեկն է։ Ստեղծել պրոֆեսիոնալ բանակ,
անունը չտամ, որոշ մարդիկ հիստերիայից տարապեն, տարիներ շարունակ մի ընկեր կա ասում է, ելքը պրոֆեսիոնալ բանակն է, բարձր վճարվող եւ արժեք ապահովող եւ այդ արժեքը պիտի ապահովի պետությունը զինվորի համար, զինվորը բանակը սպան, դա պիտի լինի բացարձակ արժեք ու հարգանք եւ պիտի ապրեն բոլորից լավ, զոհվածի զավակը եւ մյուսը ամենամեծ արտոնությունները պիտի ունենան եւ պրոֆեսիոնալ բանակը այո ելք է, իսկ երբ զանգը հնչի, բոլորս մի կերպ կռվողենք, բոլորս պիտի աշխատենք, իմացեք, գնացիք, կորցրեցիք, այլևս չեք գտնելու, ու մեկը գրել էր, ասել էր, բոշակ դառնանք այլևս, ցիգան կկոչվենք, անհայրենիք մարդը, ուրիշ ոչ մի բան է, որտեղ դու զլացար, այնտեղ կորցնելու ես, եւ վերջանալու է ամեն ինչ, վստահ եմ, ամենածայրահեղ պահին Աստված չանի, որ հասնի, մեր ժողովրդի մեջ կան տղեր, ովքեր աթոռը չեն սիրում, երկիրն են սիրում, եւ հանուն երկրի մենք մեզ նորից թափ կտանք ու թափ ենք տալու, այսքանը կհանդիպենք